խոսքը Արման Նահապետյանի դատավարության մասին է, որ խաբեության միջնանից վերցրեց 12,000 ԱՄՆ դոլար երեխաների շիրմաքարերը կառուցելու համար։ Նկատի ունեք ձեր տղաների, իմ տղաների Սամվելի եւ Արսենի շիրմաքարերը կառուցելու համար ես տվեցի 12,000 դոլար ու այդպես էլ չպատրաստվեց այդ շիրմաքարերը, գումարը հետ չվերցվեց։ Ուստի ես 24 թվականի դեկտեմբերին դիմեցի դատարան, արդեն 5-րդ նիստը։ Երբ եք գումարը տվել իրեն? 23 թվականի դեկտեմբերին, հենց դեկտեմբերի վերջին ես իրան տվեցի 12,000 դոլար փող։ Ու այսօր 5-րդ նիստն էր, կրկին հետաձգվեց նիստը, կրկին Արմանի պատճառաբանություններով, ամեն անգամ մի նոր պատճառաբանություն, ամեն անգամ փաստաբանի խնդիր, ու այսպես դատը նորից հետաձգվեց մինչև հունվարի 7-ը։ Ես այսպես չեմ կարան սպասեմ տարիներ ձգձգվի, քանի որ այդ գումարը դա այն գումարը չի, որ շատ երկարաձգվի, ես այդ գումարը ճանապարհից չեմ գտել, իմ զոհված տղու մեքենայի գումարն է, ես դա չեմ թողի ինքը մարսի։ Առաջիկա իմ քայլերի մասին, առաջիկա կատարվելի քայլերի մասին կտեղեկացնեմ բոլորին։ Իսկ դատական նիստը հունվարի 7-ին, մինչև հունվարի 7-ը դուք ինչ-որ քայլեր եք նախատեսում։ Մինչև հունվարի 7-ը ես քայլեր եմ նախատեսում ու կտեղեկացնեմ բոլորին։ Ակցիաներ եք անելու, ակցիա կանենք, ես ուզում եմ երկրի վարչապետը տեղյակ լինի այս գործից, քանի որ ոնց հասկանում եմ, այստեղ մենակ իր օրենքն է գործում, ես իր հետ հանդիպում եմ ցանկանում, իմ հարցի լուծում տրվի։ Ես ինքս տեղահանված եմ, ես ինքս վարձով բնակվող եմ, ես չաշխատող եմ, ինձ ունեմ 1001 պրոբլեմ, 1001 խնդիր, ես իմ գումարի կարիքն ունեմ, ես ուրիշ ինչ չեմ գումար ուզում, ես հենց կոնկրետ իմ գումարն եմ ուզում հետ վերադարձնել։ Իսկ այդ փաստորեն ձեր տղաների շիրիմները վերանորոգելու համար է տվել, սարքելու համար, իսկ հետո իրենք եռաբլուրում են, ինչպես սարքեցիք։ Եռաբլուրում են, հետո ինձ օգնեց եռաբլուրի անձնակազմը, Էդգար Պողոսյանի գլխավորությամբ ես դիմեցի իրանք ինձ աջակցեցին ու հասցրեցինք մենք ամեն ինչը կառուցել։ Իսկ երբևէ նամակ գրել եք Հանրապետության դատախազին, Արդարադատության նախարարին, Նիկոլ Փաշինյանին գրել եմ, պատասխանել եմ, որ դա իրանց իրավասությունների մեջ չի, դրանով զբաղվում է, նման հարցերով զբաղվում է դատախազությունը։ Դատախազություն դեռ չեմ դիմել, հույս ունեի այս նիստը բոնե ինչ-որ արդյունք կտար, բայց փաստացի ինքը գիտի ինչ անում երևի թե, սենց ժամանակաշահում ձգձգելով, փաստաբանների խնդիրներով, հունիսը հուլիսի հետ խառնելով եւ այլն, այսպես մանր մնուր բաներ կոնկրետ փաստաբանի հետ կապված ինքը անընդհատ խնդիր ունի ու անդադ դատական նիստը հետաձգվում է զուտ փաստաբանի իր փաստաբանի բացակայության պատճառով, քանի որ ինքն էլ առանց փաստաբան չի ուզում ներկայանալ, չի ուզում ինչ-որ մի դատ լինի։